Տիկին Ղազարյան, նախ խոսենք Ադրբեջանից Հայաստան եկած ցորենի մասին, նախ որ ընդդիմությունը այսպես տևական ժամանակ է պնդում էր, որ հնարավոր չէ ճանապարհների ապաշրջափակում, հետո այդ տարանցման արգելքի վերացումից հետո ասում էին, որ վստահ չենք, որ օրինակ Ադրբեջանի տարածքով այդ ցորենը կհասնի Հայաստան, հետո խոսվեց նրա մասին, որ ցորենը կարող է թունավոր լինել, հիմա Հայաստան գալուց հետո բեռները արդեն շահարկման առարկա է դարձել, որ դա 4-րդ կարգի ըստ էության ցորեն է եւ ենթադրվում է, որ անասնակեր է, այսինքն հիմա շահարկումները այդ իմաստով են, նախորդ տեղյակ եղել եք, որ դա անասնակեր է եւ օրինակ հացեղեն դրանից չի ստացվելու եւ այս շահարկումները նաեւ ինչի մասին են, ինչպես կմեկնաբանեք։ Շնորհակալ եմ շատ հարցի համար, շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև իսկապես էլի այն բացասական հնարավոր շահարկումները նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից ընդդիմությունը չի խուսափում դաշնետել եւ այդ առումով ինչ որ քննարկում ծավալել շուրջը եւ այս անգամ ամենահետաքրքիրն է, որ ընդդիմությունը շատ է նեղվել, որ անասնակեր է եկել, ես ճիշտ ասած հակառակ կմտածեի, իրենք պետք է ուրախ լինեին, որ անասնակեր է եկել Հայաստան, բայց տեսեք ինչն է իրենց մտածում, այստեղ ավելի շատ ոչ թե որ անասնակեր է եկել, որպես նաեւ անասնակեր ցորենը հասել այդ ասենք չեն խոսում նրա մասին որ ի վերջո անխոչնդոտ այդ ցորենը առանց որևէ մեկի եսի ինչ մեծ ջանքերի եկել հասել է Հայաստան բայց իրենք ինչ որ անհանգստացած են ցորենը անասնակեր է թե անասնակեր չէ ու փորձում են հիմա էլ դա դաշնետեն սա իրականում այն հնարավոր ամենա ինչ որ մի բանից կարճելու միջոց էր դե բնականաբար երբ որ արդեն ցորենը գալիս էր բնականաբար համապատասխան գերատեսչությունը այդ մասին տեղյակ էր ինչա գալիս ոնց է գալիս որ ճանապարհով է գալիս, բայց մենք պետք է դրական արձանագրենք, որ այո, այն խաղաղության գործընթացը ապաշրջափակման խոսույթը, որը որ էլի տարբեր թեզերով փորձում էր ընդդիմությունը հնարավորինս աղավաղել, այնուամենայնիվ դա ստացվեց, եւ ես կարծում եմ պետք է այս դեպքում իրենք խոսեին այդ մասին։ Ընդհանրապես չեմ զարմանում արդեն մեր ընդդիմության արած քայլերի վերաբերյալ խոսույթի վերաբերյալ, որովհետեւ վերջին շրջանում են ամեն ինչ տեսնում ենք, հատկապես իրար հետևից իրար հերթ չտվող հարցազրույցները, որոնք այս պահին դաշտ են նետվել եւ քննարկումներ են դրանց շուրջ ծավալվում, այս ամենի ֆոնին ոչինչից էլ արդեն զարմանալ պետք չէ։ Տիկին Ղազարյան, մեկ դիտարկում էլ, քանի որ ասացիք, որ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ է եւ ըստ էության այդ շարունակության մեջ է տեղի ունեցողը։ Ամեն դեպքում մենք լսեցինք հայտարարություններ Ռուսաստանից, Օվերչուկի շուրթերով, որ սա ցույց է մասնավորապես ռուսական ցորենի մասին է խոսքը, որ դա ցույց է տալիս ռուսական կողմի ջանքերը եւ որ ներդրումը նաեւ խաղաղության գործընթացում եւ եղավ նաեւ Հայաստան Դաշինքից Աննա Գրիգորյանի հայտարարությունը, որ դա որևէ կապ չունի օգոստոսի 8-ի հայտարարության հետ, ձեռք բերված պայմանավորվածությունների հետ եւ դա միայն Պուտինի անձնապես Պուտինի ջանքերով տեղի ունեցած իրողություն է, այն որ ռուսական ցորենը Ադրբեջանով եւ Վրաստանով գալիս է Հայաստան եւ անգամ այսպես նոր տերմին շրջանառեց Տիկին Գրիգորյանը, որ պուտինյան ճանապարհով, պուտինյան ջանքերով այդ ցորենը հասել է Հայաստան։ Տեսեք, ինչ հետաքրքիր բան է, տենդենս է զգացվում բոլորի խոսույթում կարմիր գծով նշмарվող, ձեր խոսքի ընթացքում էլ ես մտաբերեցի, որ խաղաղությունը պայմանավորված է Ադրբեջանի Ալիևի բարի կամքից, ցորենը գալիս է, որովհետև Պուտինն է այդպես ուզում, բայց ոչ մի դեր չունի այս ամեն ինչում Հայաստանի Հանրապետությունը կարծես, բայց ճիշտ հակառակն է, ես էլի եմ ասում, սա հնարավոր են ամեն ջանքը գործադրում են, որպեսզի հնարավորինս նվաստացնեն Հայաստանի Հանրապետության դերը առհասարակ որպես աշխարհաքաղաքական գործոն եւ որ հետևենք երկրորդ, երրորդ նախագահի հարցազրույցին, ինչպես նաեւ են նորաթող Օպարի Գանձի հարցազրույցին, որը որ չէր խնայել այդքան գումար գնաց է հասել էր, որ իրեն մի հատ կրկեն կամ ինչ որ հիմարություններ այնտեղ դուրս տա, ես այդքան փող չէի տա էլի մի անգամ այդ մարդու հետ հարցազրույց անցկացնելու կամ գոնե նրա համար, որ ինքը ինձ այսպես գրկեր, ամեն դեպքում այդ փողը կարելի էր ավելի ճիշտ տեղ ուղղել կամ ինչպես Սերժ Սարգսյանն էր փոքր գոնե մի փոքր դպրոց կառուցելու կամ աջակցելու համար այդ ամեն ինչին, ես զարմանում եմ ուղղակի այս մարդիկ ինչ են թերագնահատում ու նվաստացնում Հայաստաններ, չնայած դա էլ եմ արդեն հասկանում, որովհետև իրանց իշխանության գալու միակ միջոցը եղել է Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ ամեն ռեսուրսը տալ, որպեսզի իրենք լինեն իշխանություն եւ այս դավադրական գործունեությունը իրենք շարունակում են եւ բնականաբար իրենց կողմնակիցներն էլ նման կերպով պետք է արվեն, իդեմս Աննա Գրիգորյանի, որը որ չի խորշում տարածել Քոչարյանի թեզերը առանց նույնիսկ երկար մտածելու այդ մասին, թե սա ինչի է հանգեցնելու։ Չգիտեմ միամտաբար թե լավ էլ գիտակցելով է դա անում, դա էլ արդեն ինքը կորոշի։
Քանի որ Քոչարյանի եւ Սարգսյանի հարցազրույցներին անդրադարձակ Տիկին Ղազարյան, հիմնական թեզերին եւ մեղադրանքներին դեռ կանդրադառնանք, բայց ամենակարևորը, որ Կարմիր թելի նման երկուսի մոտ էլ գնում է այդ գիծը եւ կամ հավակնությունը, որ 2026 թվականին ամեն դեպքում ունեն հավակնություններ վերադառնալու, անգամ այդ իմաստով նաեւ խոստումներ են տալիս եւ խոստանում են նաեւ բացահայտել 44-օրյա պատերազմի պատճառները, պատճառահետևանքային կապը, դե ձեր իշխանությունները գիտեք ինչքան բանում է մեղավոր եւ օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ այդ ամբողջը լիարժեք կբացահայտվի, երբ որ տեղի ունենա իշխանափոխության եւ իրենք կան իշխանության եւ ամենակարևորը, որ ասում է այս իշխանությունը մասնավորապես Նիկոլ Փաշինյանը չար է եւ կոնֆլիկտից է սնվում, իսկ ինքը գալու է եւ հանրային համերաշխությունը վերականգնի։ Սա իրականում այդ չար բառի փոքր այդպես դրվագը բանը լսել եմ, որ համարում է չար մարդ, որը որ կոնֆլիկտացին է, կոնֆլիկտ է, ասենք այն մարդը, որ մարտի 1-ի գործով մասնակից է, այսպես ասած, ուղիղ չեմ մեղադրում անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, բայց ով տեղյակ չէ Հայաստանի Հանրապետությունում, որ իրենց կառավարման օրոք է եղել հոկտեմբերի 27, մարտի 1 ու ամբողջ այն բռնաճնշումներն ու հենց երեք խոսվում էր, որ արդեն Առագաստում սպանվածի արտաշրջում են անում, որպեսզի կարողանան պարզեն ինչ հանգամանքներում, որտեղ որ հենց ինքն է ներկա եղել, այս մարդը ուրիշին է մեղադրում չարությունների մեջ, որ չարության մարմնացում է ինքը տեղով, էլի, հետաքրքիր բան է դա մարդկային այսպես հատկություն է, քեզ նման պատկերացնել դիմացինին ու իրենք հենց այդպես էլ պատկերացնում են, եթե իրենց խոսույթներում ուշադիր լինեք, իրենք նույնիսկ այնպես անմեղ դեմքով են ներկայացնում, թե բան օրինակ ասում են մարտունակ բանակ, որ լուրջ եք ասում մարտունակ բանակ եք, ունեցել մենք այդ ժամանակ ձեր թողածը մարտունակ բանակ էր, այն բարենփոխումները, որ բանակում տեղի ունենում, ինչի ձեր պատգամավորները մի օր չեն գնում ծանոթանալ, համազգեստից սկսած պայմաններից դուրս եկած, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ծառայում է, չէ՞ բանակում, բոլորը տեսնում են, այնտեղ պայմանները ոնց է փոխվել, ինչ է, չեմ ուզում մանրամասն խորանամ, բայց գոնե այդ երեսպաշտությունը մի կողմ թողեն ու այդ բաների մասին, որոնք որ իրանք տակնու վրա են արել, ուղղակի դրանց մասին չխոսեն, էլի, ու նստում են ու նույն թեզերով, ես գրեթե համոզված եմ, որ նույն տեղից այսպես շրջաբերականով իրանց ասվել է, որ պետք է դուրս գաք խոսեք ու իրար հերթ չտալով իրար հետևից խոսում են, բայց ես վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին յուրաքանչյուրս մեծ բան ենք զգում, որ նույնիսկ հեռուստացույցով կամ ինչ-որ մի ինտերնետային կայքում տեսնում ենք այդ հարցազրույցները, կոնկրետ հոգեբանական ճնշում էի որակել, որ ոնց կարելի է, ասենք, նստել ու 6 ժամ Սերժ Սարգսյան լսել ու էնել այդպիսի աղավաղված թեզերով։ Խոսում են բաների մասին, որոնց մասին յուրաքանչյուրս անգիր գիտենք դեպքերի, եթե նույնիսկ մինչև 2000 թվականներից հետո ծնվածները այս պահին, որոնք որ այսպես ասած արդեն քաղաքական դաշտում որոշիչ դեր ունեն երիտասարդությունը, գուցե որոշ բաներ լավ չպատկերացնեն, բայց դրանից առաջ մարդիկ կան, ապրում են, այդ մարդիկ այդ ամեն ինչը տեսել են, այդ կառավարման տարիներն էլ են տեսել, այդ ամեն ինչն է գոնե այդպես երեսպաշտորեն չնստել ու իրենց ցանկալի լրատվականի քարոզչություն իրականացնողների հետ չխոսել, առհասարակ Սերժ Սարգսյանը թե ինչ հարթակ էր ընտրել իր համար այդ 6 ժամանոց հարցազրույցի ապշելու բան է, որովհետև երկու մարդ, որոնց հաղորդումից նույնիսկ այսպես գարշահոտություն է գալիս, ոնց կարելի է այդ բառապաշարով, սրանցով, նրանցով եւ այլն այս խոսույթով մարդկանց հետ նստել եւ ինչ որ քաղաքական լուրջ դիսկուրս ծավալել է, ես իրանց լուրջ։ Տիկին Ղազարյան, բայց այնուամենայնիվ վտանգավոր չեն այդ մեղադրանքները, այդ խոսույթ, օրինակ Սարգսյանն ասում է, որ 2019 թվականին հրաժարվելով այդ բանակցային նոր փաթեթից, էլի դուք եք սադրել, հայկական կողմն է սադրել, ձեր իշխանությունն է սադրել պատերազմը, Ռոբերտ Քոչարյանը գալիս է նույնը կրկնելու, որ հայկական կողմն է սադրել եւ իր գործողություններով բերել 2020 թվականի պատերազմին, հետո ամեն ինչ արել է, որ այնտեղից ռուս խաղաղապահները դուրս գան, հայկական կողմն է առաջինը խախտել նոյեմբերի 9-ի պայմանագիրը ու այսպես շարունակ, անverջ կարող է շարունակվել, բայց ամեն դեպքում նույն թեզը հնչում է նաև Ադրբեջանից Բայրամովի շուրթերով, որ հայկական կողմն է հրահրել պատերազմը եւ իրենք հիմա փաստեր են հավաքագրում, որպեսզի դա նաև միջազգային հանրությանը ներկայացնեն։ Արդյոք այստեղ վտանգ չեք տեսնում։ Լրիվ թեզերը, ինչպես նշել էի արդեն խոսքի սկզբում, նույնական են, երկու նախագահներն են, չնայած ինչ որտեղ իրենք փորձում են ցույց տալ, որ իրենց իրար հետ խնդիր ունեն, բայց ակնհայտ երևում է, որ թեզերը այսպես, եթե մի պահ
կտրվենք, թե ով է խոսում, ով է հարցազրույց տալիս, կարծես թվար, թե բանը ադրբեջանական ինչ-որ քաղաքական պրոպագանդիստ է, այսպես հայերեն լեզվով հարցազրույց տալիս, որովհետև ընդհանուր առմամբ ողջ հարցազրույցը կարծես Հայաստանի դեմ էր, նախորդ անգամ ասում էր հայերն են սադրել պատերազմ, այս անգամ մի փուճուր ուղում էր արել, Հայաստանն է սադրել պատերազմ, ասենք այն թեզերը, որ իրենք բերում են, որոնց հիմքով ըստ իրենց սադրվել է պատերազմ ու Հայաստանն է սադրել, ամբողջովին այնքան են փուչիկ ու այնքան են արդեն հերկվել, որ ժամանակ էլ չես ուզում կորցնես, ասես ախր այսպես տեսակ վարչապետն էլ ասաց, որ այն փաստաթուղթը, այն նամակը, որի մասին իրենք այսպես խոսում են, որ 19 թվականին թող հրապարակվեր եւ այլն, դա էլ շուտով մինչեւ տարվա վերջ կհրապարակվի, հələ տեսնենք դրանից հետո ինչ ֆանտաստիկայի ժանրից մի բան կգտնեն խոսելու համար։ Եվ այդքան չարչրկված նոյեմբերի 9-ի մասին է խոսվում Տիկին Ղազարյան, ամեն դեպքում արդեն 3 ամիս է, որ եւ մի քիչ էլ ավելի, որ ստորագրվել է օգոստոսի 8-ի համաձայնագրերը, նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, բայց տեսեք, այս ուժերը մասնավորապես Ռոբերտ Քոչարյանն ասում է նախ, որ դա նույնական է, նոյեմբերի 9 եւ օգոստոսի 8-ը, բայց ամեն դեպքում նաեւ շատերը այսպես կրկին հղում են անում նոյեմբերի 9-ին եւ ասում են, որ օրինակ նոյեմբերի 9-ը շատ ավելի լավն է, քան օգոստոսի 8-ը։ Այս դեպքում ինչու վերջնականապես այս խոսակցություններին վերջ չտալ եւ օրինակ այդ նոյեմբերի 9-ի համաձայնագրից դուրս չգալ, որովհետեւ նաեւ նման խոսակցություններ կան, որ ոչ ոք դրանից չի հրաժարվել, կարծես թե։ Իրականում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքը իրականում մյուս կողմից որևէ կերպ չպահպանվեց։ Քոչարյանը կարճում է անընդհատ նոյեմբերի 9-ի 9-րդ կետից, նույնականացնելով օգոստոսի 8-ին կնքած հռչակագրի համապատասխան կետի հետ, բայց ես ասեմ, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը ինքը իրենով հենց միջանցքի տրամաբանություն ուներ, որովհետև վերահսկողությունը իրականացնում էին երրորդ երկրի ուժերը, ու այս առումով էլ ինքը ասում է, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը սիմետրիա ունի Լաչինի միջանցքի հետ, բացահայտասելով, որ դա հենց միջանցքային տրամաբանություն ուներ ու գիտեք, որ մենք բազմիցս ենք նշել վարչապետի մակարդակով, որ միջանցքը մեր համար որևէ կերպ ընդունելի չի այդ տրամաբանության մեջ, բայց եկեք հասկանանք նախ որտեղից է գալիս այս իրենց անդադար, այսպես այն որտեղից որ իրենք սնվում են եւ Սերժն էլ իր հարցազրույցում կարծեմ չի խոշել նշել, որ եթե ինքը գնար էլի ռուսամետ ուժ լավ կլիներ գար, այսինքն ակնհայտ ասելով, որ ինքը ռուսամետ ուժ է եւ նույնն էլ Քոչարյանն է նույն թեզերը տալու, որովհետեւ երրորդ երկիրը Ռուսաստանի Դաշնությանը նկատի ուներ, որ բան է վերահսկողություն էր իրականացնում այդ ճանապարհի վրա, ոնց որ Լաչինի միջանցքի դեպքում էր եղել։ Այսինքն այս դեպքում իրենք ակնհայտ վարչապետին մեղադրում են Ադրբեջանին միջանցք չտալու դեմ։ Հասկանում եք, ասենք խոսույթը որտեղ է զարգանում եւ ես իզուր չասացի, որ կարծես մի տեղից շրջաբարական ստացած լինեին ու նույն թեզերը տարբեր որակումներով փորձել հասցնել ժողովրդին։ Եվ վերջին այսպես խոսակցություններին անդրադառնանք Տիկին Ղազարյան, քիչ են նաև մեղադրանքները, թե օրինակ առողջ ընդդիմադիր ուժերին նկատի ունեմ քաղաքասարակությանը, թե օրինակ այս մարդիկ ցուցմունք տալու փոխարեն ինչու են օրինակ երկարաշունչ հարցազրույց տալիս եւ ամենատարբեր ֆորմատներում խոսում, այսինքն նրանք ոչ թե պիտի հարցազրույց տան, այլ պիտի ցուցմունք տան, ինչի մասին էլ պարբերաբար դուք ձեր խոսքում նշում եք, ձեր քաղաքական ուժի տարբեր ներկայացուցիչներ, տարբեր մեղադրանքներ են հնչեցնում։ Հիմա ինչու են շարունակում ազատության մեջ մնալ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, միթե ինչպես որոշ շրջանակներ պնդում են, այո, նրանց ներկայությունը քաղաքական դաշտում ձեզ որոշակի հաջողություն է բերում նաև։ Բնավ համաձայն չեմ այդ խոսույթի հետ, բայց այո, ճիշտ եք, մարդիկ մտածում են, որ իրենց խոսալու ֆոնին բան է, այսպես մեր համար օգուտ է բերում եւ դրա համար իրենք բան է, բայց վստահեցնում եմ ձեզ, որ մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, ուղղակի ինչպես դուք գիտեք, որ մենք գնում ենք այն ճանապարհով, որ բոլորը ճիշտ փաստերի հիման վրա, եթե կան իրականում փաստեր եւ կբացահայտվեն փաստեր, որոնք որ հիմք կհանդիսանան նրանց կալանավորելու ձերբակալի եւ այլն, անպայման այդ գործընթացները իրականացնեն եւ մեր նպատակը իրավական երկիր ունենալն է եւ փաստարկված ճշգրիտ իրավական process-ներ տանելը, ոչ թե իրենց ես վստահ եմ, եթե իրանք ինեն իշխանության, ինչ իրավական պետություն, ինչ այն ամբողջ վիճակը, որ եղել է միջև այդ, որ միջազգայիններն էլ էին գոռում, որ իրենց տարիներին բանտարկյալներ են եղել
եղել, չնայած տեսեք նույն բանով, քանի որ իրենք այդպես են եղել, իրենք նույնիսկ չեն պատկերացնում, որ այսօր Հայաստանում քաղբանտարկյալ չկա, հնարավոր բոլորին փորձում են սարքել քաղբանտարկյալ, նաև գործունեությամբ են տանում դրան, որ Հայաստանի դեմ էլի ցուցմունք տան, այսպես ասած, իրենք հայտնի Հայաստանի դեմ ցուցմունք տվողներ են, այդ արդեն հաստատված փաստ է։ Իսկ ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, դուք նշեցիք, ես այդ հարցին չանդրադարձա, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները կպարզեն։ Ես ուզում եմ իմանալ իրենց պատգամավորներից քանիսն են ծանոթացել զեկույցին, որ այս պահին գտնվում է հատուկ բաժնում ազգային ժողովի, վստահաբար ոչ մեկ, որովհետև որևէ մեկին դա հետաքրքիր չի։ Իրականում իրենք շատ լավ գիտեն իրանք ինչ հրառանգություն են թողել եւ հետեւաբար գուցե ծանոթանան ավելի ծանր վիճակում լինեն, ավելի լավ է երևի 2 հոգի լինեն, որ ծանոթացած լինեն, ոչ ավել։ Այնպես որ էդ էլ է սուտ, էլի։ Այս մարդիկ այնքան սուտ են խոսել, արդեն են ճիշտ խոսելու ձևն են կորցրել, այսպես կարելի ասել։ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում նաև նշում էր, որ պատերազմի 2-րդ օրը արդեն եղել է Ղարաբաղում, իսկ 3-րդ օրը համոզված է եղել, որ պարտվելու ենք։ Ինչ է կարծում այդ համոզմունքը որտեղից է գալիս։ Նաև էլի նշում է, որ 2018-ից 20 թվականներին հասցրել է բանակը կազմաքանդել հիմնովին։ Հենց այդ է նշում, որ ինքը խոսում է, որ բանակը կազմաքանդում է, ինչ որ գեներալներին բեղադրանքներ էր ներկայացվում։ Ես էլ եմ ասում, բանակը իրենք են կազմաքանդել եւ բոլորին է դա հայտնի, թե բանակը ինչ վիճակում է եղել այդ ժամանակ, այնտեղ մարտունակության մասին բանակ է խոսալ, ուղղակի անհնար էր, ոնց կարելի էր այդ վիճակում գտնվող զինվորը ու այն զենքերը, որ իրանք էին այդ ժամանակ գնել իրենց ասելով, մարտունակ բանակի մասին վկա էր։ Բնականաբար դա աղերս չուներ մարտունակ բանակի վերաբերյալ, այն որ իրենց եզրույթը, ես կխնդրեի ուղղակի այդ ամենի մասին ովքեր պատգամավորները, որոնք որ այդ մասին խոսում են, գուցե այն մարդիկ, որ իրան այդ ինֆորմացիան ասում են, կամ հենց ինքը մի հատ հետաքրքրվի այս պահին Հայաստանի Հանրապետության բանակում զինվորը ինչպիսի պայմաններում է ապրում, առհասարակ բանակն ինչի մասին է, ինչպիսի կրթական մակարդակներով անցնում, ինչպիսի պրոֆեսիոնալ բանակի բաներ են, քայլեր են իրականացվում բանակում, բանակը այդպիսին է լինում, ոչ թե այնպիսին, ինչպիսին իրանք էին թողել։ Եվ վերջի մեղադրանքին էլ անդրադառնանք ու ամփոփենք Տիկին Ղազարյան Սերժ Սարգսյանն էլ ասում է, որ հեռավոր մի հատ գյուղում 20 երեխայի համար դպրոց կառուցել է, թալանի վատնում է, այսինքն դա թալան է։ Եթե հիմա ինչ տարբերություն դա վատնել է, սխալ ձևով ես տնօրինել այդ գումարը, թե թալանել ես։ Այսինքն հիմա ձեր իշխանությանը ըստ էության մեղադրում են թալանի մեջ, ուղղակի իր ձևով գնում է հեռավոր գյուղերում դպրոցներ է կառուցում։ Այդ մասին իդեպ նաև Նարեկ Կարապետյանն էր վերջերս խոսել, որ պետք է կառուցել գործարաններ, ոչ թե դպրոցներ ու ճանապարհներ։ Ես ասում եմ, այս բոլորը կարծես նույն թեզերի հեղինակները լինեն, բացառապես իրենց թեզերը նույնն էին, եւ հա դպրոցներին անդրադարձ կատարեմ, ոնց կարելի է ասենք մտածել, եթե հեռավոր գյուղում ես ապրում, դու կարող ես կրթություն չստանաս կամ կրթությունը քեզ հավասարար չէ, այն պայմաններով հասանելի չլինի, որ դու կարողանաս քեզ լիարժեք այս հասարակության կամ պետության մաս կազմես, այսինքն ինչ կա Երևանում բերեք դնենք սարքենք ու ես այնքան գոհ եմ, որ այսօր անկեղծ եմ ասում, Երևանի դպրոցներից գալիս են աշակերտներ, երբեմն բողոքում են, որ դեռ իրանց չի հասել այդ բարեփոխումը, այսինքն չի վերանորոգվել դպրոցը, գուցե մարզադաշտը այդքան լավ վիճակում չէ կամ մարզասրահ, որտեղ իրենք տարբեր խնդիրներ ունեն Երևանում, բայց համայնքից եկած բոլոր աշակերտներին ում հանդիպում են կամ վերանորոգվել է կամ նոր դպրոց է կառուցվել, իհարկե որոշ տեղերում էլի կան խնդիրներ, ասենք շինարարի հետ կապված, գուցե մի քիչ ուշանում է բան, բայց այն որակի դպրոց է կառուցվում, որ ուղղակի այսպես երազանք էր մեր ժամանակ, երբ որ մենք սովորում ենք նման պայմաններում սովորեինք դպրոցում։ Իրապես այսօր շատ կարևոր է հենց համայնքները զարգացնելու առումով։ Ես հասկանում եմ իրանց տրամաբանությունը, իրանք չէին ուզում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինի կիրթ, զարգացած, որպեսզի կարողանա ամբողջությամբ վերլուծի եւ հասկանային ամբողջ դավադրական process-ը, որ իրականացվում էր հայ ժողովրդի նկատմամբ, բայց իրենց հաշվարկներում սխալվեցին, ամեն դեպքում մենք գնալու ենք այդ ճանապարհով եւ ով որ ասում է, որ դպրոց կառուցել է թալանը, դա ուրեմն ինչքան բան պետք է ունենա նման եզրակացության գալու համար յուրաքանչյուր քաղաքացի մեր համար կարևոր է եւ յուրաքանչյուր քաղաքացու կրթվածությունը մեր ապագայի համար է միտված։